Շատ ծանր աշխատանք է սա։ Եթե մարդկային խելքով մտածում ես, ես ասել եմ, նորից ուզում եմ կրկնվել։ Ուրեմն այս հասակի մարդը իրավունք չուներ գար նորից մտներ այս հսկայական ծանր լծի տակ 13 տարի աշխատելուց հետո։ 13 տարի աշխատել եւ այդ զրկանքները հանուն քաղաքի, որ իմ նկատմամբ ու մեր տղաների նկատմամբ, որ արեցին ճանապարհին թափվան ավազակները եւ այդ մահափորձը կազմակերպեցին եւ ամոթ այսօրվա եւ նախկին ղեկավարությանը, որ մինչեւ այսօր այդ գործը բացահայտված չէ։ Եվ այդ հզոր տղեկը, որ այստեղ իրենց թորները, երեխաները նստած են ու շատ իրենց են լսում, այդպես դարձան քաղաքի ու հայրենիքի ճշմարտության, ուրեմն զո։ Եվ այս ամեն ինչը նկատի ունենալով, այսքան գործեր, ուրեմն իրանցից դուրս ասեմ։ Ուրեմն այդպես ներկայացնելով, որ իմ ձայնս փակ են, ես նորից առաջադրել եմ իմ տեխնատությունս։ Դա նշանակում է, որ ես իշքան եմ սիրում իմ հայրենիքը ու իմ քաղաքը։ Գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ։ Հավանական է սա եզան լուծն է, եթե աշխատում է մարդը։ Եվ այս ծանր պայմաններում քաղաքի համար առաջի խնդիրներից մի քանիսը ուզում եմ ասել, ուրեմն դա աշխատատեղերի ստեղծումն է, որ կաղում է ամբողջ Հայաստանում եւ նամանավանդ Գյումրի քաղաքում։ 37 տարի մենք լսում ենք մի խոսք, որ ամենաանապահով խավը ապրում է Գյումրի քաղաքում Շիրակի դաշտաբայրում։ 37 տարի։ Եվ ցավոք սրտի pedagogan լուրջ մոտեցում աշխատատեղերի ստեղծման մարդկանց կյանքը բարելավելու ես չտեսա ուրեմն գործող իշխանության տեխնացուի ծրագրերի մեջ։ Ես տեսա մի բան, բագերը կբարեկարգենք, ասֆալտ կանենք։ Իսկ այն ժամանակ իրենց ղեկավարն ասում էր, թե ասֆալտը շատ ատկատ կա ասֆալտի մեջ, դրա մարեք ասֆալտ անում։ Այսօր ամենաշատ ասֆալտը իրենք են անում ու ասֆալտի վրա են ասֆալտ անում, ամենասարսափելին դա է։ Ես հadoop ուշադրությամբ ուշով հետևում եմ։ Լավ, չեմ ուզում ես հիմա դրան շատ անդրադառնալ, բայց ինչ եմ ուզում ասել։ Համար առաջինը Գյումրիին պետք է աշխատատեղ, որը ցավոք սրտի 12 միլիարդ դոլար վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել։ Դրսից։ Երկրորդը դա բնակարաններն է, որ ասենք, պատկերացրեք 37 տարի մարդիկ մնացել են այդ տնակների մեջ։ Ցավում եմ, որ այն ժամանակ, երբ որ Խորհրդային միությունը կառուցում էր բնակարանները 58 թաղամասում եւ այդ ամեն տեղը, ՀՇ-ի պարագլուխներն ասում էին, թե մենք մեր ձեռքով մեր տունը պիտի կառուցենք եւ եկան այստեղ ռուսներին այստեղից դուրս հանեցին եւ մեր ձեռքով մեր տունը կառուցելը տևեց 37 տարի։ Ուրեմն այն ժամանակվա ռուսների թողած այդ շին մատերիալով եւ ամեն ինչով կարելի էր երկու Հայաստան կառուցել եւ այդ եկած օգնություններով։ Չեմ ասում, որ գործարանները համալրվել էին 21-րդ դարի ամենաժամանակակից մեր կենասարկավորումներով եւ ցավոք սրտի պետության աչքի առջև ինչ որ մի հատ տնորեն, սուտ տնորեն, Քավության նոխազը այդ ժամանակվանից մինչեւ հիմա սուտ տնորենների անունն են տալիս մեկի քաղաքապետերի, որովհետեւ ուրեմն Քավության նոխազը իրենք են հանդիսանում։ Ուրեմն ամբողջությամբ վաճառեցին Թուրքիա, Պարսկաստան եւ դրսում վաճառվեցին։ Ոչ մի մեքենասարկավորում չմնաց, գործարանները անդերուտուս մնացել է, պատկերացրեք հսկայական Գուլբան Ասկեղենի գործարանը, որ պահում էր ամբողջ համամիութենական նշանակություն ունեցող գործարանները, այսօր ինչ որ մի հոգի ասենք սեփականաշնորհել է, պետությունը չի կանչում, ասում թե գիտեք ինչ կա, ես ինչով օգտակար լինեմ, ինչ վարկեր տրամադրեմ ցես, որպեսզի կարողանաք աշխատատեղեր ստեղծել։ Մոսկվայից ու դրսից մարդիկ եկել են այստեղ գործարան են բացել, հենց այդ գործարանի մեջ տարածքները վերցրել են, ուրեմն արտադրանք են աշխատատեղ են ստեղծել, բայց պետությունը չի կանչում, չի զգաստացնում մարդկանց, չի կանչում, չի օգնում, որովհետև բանկային մի համակարգ կա, բանկային, որ ասենք դա կործանման, որ երկիրը, որ բանկերը 18-ից 25%-ով վարկեր են տրամադրում, ուրեմն գիտեցեք, դա երկիրը տանում է կործանման։ 0.25% գումարները վերցնում են, իրանց ընտանիքների մեջ բաժանել են, բանկեր են ստեղծել, բոլորի ժողովրդի վրա 18-ից 25%-ով վարկերը տրամադրում են։ Հիմա էլ ուզում են սահմանը բացել Թուրքիայի,
Թուրքիայի սահմանը, որ բացեցին Թուրքիայում վարկերը 2-ից 4% է, բացի դրանից գործարարներին տալիս են 1% կամ ընդհանրապես տոկոսներ չեն վերցնում։ Եվ հիմա այդ գործարարները 2%-ով վարկերը վերցրած 25%-ով Հայաստանի գործարարները։ Դուք պատկերացնում եք ինչ որ կա փակվելու է։ Էջ պետությունը մոտիկ չի գալիս, իրանց համար այդ հարցերը նշանակություն չունի, ընկել են սդից, հադիկ, ջիպ, չգիտեմ, կատլետ հետ ենք վերադարձնելու, այդ սկզբունքին արդեն հասկանալի է ամեն ինչը։ Հետո գիտեք ինչ կա, մի բան էլ ասեմ, էլ չեմ ուզում ես այդտեղ շատ խորանալ, քանի որ հիմա ուրիշ ձևի չընկալվի, բայց ինչ ձևի ուզում է թող ընկալվի, բայց մի բան ուզում եմ ասել։ Այո, այն ժամանակ, որ եկա քաղաքապետարանի 99 թվականին եւ ժողովրդի մեջ մեծ անդունդ էր գոյացած։ Ես կարողացա այդ անդունդը փոխել եւ դարձնել, որ ժողովուրդն ասում էր, գնանք հերանցս տուն։ Քաղաքապետարանը դառավ ժողովրդի հերանց տունը։ Եվ ցավում են, որ իմ 13 տարիներից հետո, որ քաղաքապետարանի կողքից անցնում էին, անեծկով էին անցնում մարդիկ։ Ամբողջ գործարար մարդիկ դատարաններում են լցված։ Հողհատկացումներ չի արվում։ Ավարտական ակտեր չի տրվում։ Ժամանակահատվածից մարդիկ բնակելիներ են կառուցել։ Կենցաղ սպասարկման օբյեկտներ են կառուցել, ավարտական ակտ չեն տվել։ Մարդիկ մտել են դատարան, 50 միլիոն քաղաքապետարանին տուգանք են դրել։ 50 միլիոն դրամ, հստակ ազգանունը կասեմ, եթե պետք է լինի։ Ուրեմն պատկերացրեք, ինչի չեն տալիս ավարտական ակտերը մարդկանց։ Ինչի հողհատկացումները կարճել են մարդկանց մի սանտիմետր աճ է, 10 սանտիմետր ձախ է։ Յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը փոքր եւ միջին բիզնեսի խտանումն է։ Եթե ուզում եք որևիցե մեկին գնահատական տալ, տեսեք իր օրոք, ինչքան կենցաղ սպասարկման օբյեկտներ է կառուցվել եւ բնակելիներ է կառուցվել։ Երկրաշարժից հետո 90%-ով քաղաքի շենքշինությունները ավերվել են։ Ինձ այսօր մեղադրում են, թե ինչի համար է տարածք տվել, որ մարդիկ իրանց համար բնակարան են կառուցել։ Ինձանից առաջ Միքայել Վարդանյանի Ողոր Միրագերեզմանին իր տված հողհատկացումները ընդուպ կամ Համբարձումյան կառներին նորից ինձ են մեղադրում։ Բալասանյան Սամվելի ժամանակահատվածի հողհատկացումները դատախազությունը ինձ է մեղադրում։ Քաղաքական պատվերը սարսափելի երևում է, բայց ես այս ամեն ինչը տեսնելով ես եկել եմ, ստանձնել եմ ու պետք է գնամ առաջ, որովհետև իմ Տերս Աստված է։ Որովհետև ես իրոք հավատում եմ եւ գիտեմ, թե ուր եմ եկել, ինչի համար եմ արել ու ոնց եմ արել։